Հարգելի գործընկերներ, նախ անդրադառնամ մի քանի ելույթներին, որոնք որ ուղղված էին նախագծի քննարկմանը, նախ նշեմ Տիկին Վարդանյանը, որ ասում է խնդիրը որն է, խնդիրը այն է Տիկին Վարդանյան, որ դուք անկեղծ չեք։ Շատ լավ այնքան կանխատեսելի եք անկեղծ ասած, որ արդեն գիտենք նույնիսկ նախագիծը եւ հանձնաժողով եկավ ինչ ընթացակարգա ունենալու։ Շատ լավ գիտեք, որ 136-րդ հոդվածը ամբողջովին այն քրեական պատասխանատվությունը արարքի վերաբերյալ պարունակում է, բայց միևնույն է օրակարգ լցնելու համար արդեն գործընկերներս նշեցին, շատ չխորանամ, օրակարգ լցվելու համար այս նախագիծը պետք է գար ԱԺ-ում քննարկվել, լիագումար նիստերում, հատուկ ժամով եւ այլն։ Սա է խնդիրը, որ արձանագրվել է։ Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության ընդունմանը եւ չընդունմանը, եւս մեկ անգամ ասում եմ, ցեղասպանությունը ներ կոլեկտիվ հիշողությունը եւ որևէ մեկը չի պատրաստվում ցեղասպանությունը հերքել կամ ժխտել։ Ուղղակի թեմաներ կան, որ իրականում Հայաստանի Հանրապետության իրականության մեջ շատ էմոցիոնալ են եւ պետք է այդ թեմաների վրա կոնկրետ քաղաքական դիվիդենտներ հավաքել եւ ես կոչ եմ անում զերծ մնալ այլևս նման թեմաներ շահարկելուց։ Պարոն Դանելյանը նշեց ձեր համար նշանակություն ունի Լեմկինի ինստիտուտը եւ ես մի բան եմ ուզում նշել, իսկ ձեր համար նշանակություն ունի ՄԻԵԴ-ի որոշումները եւ ուզում եմ հիշեցնել, որ ՄԻԵԴ-ը վերջերս մարտի 1-ի վերաբերյալ որոշում է կայացվել եւ այս հարցով սպասենք ընթացքին։ Իսկ վերջում կոչ անեմ հարգելի գործընկերներից, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, ուստի ես եւս կոչ եմ անում բացասական եզրակացության արժանացնել նախագիծը։ Շնորհակալ եմ։